Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հանդիպել են մարզի բնակիչների, գործարարների և ֆերմերների հետ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Հանդիպումը կայացել է Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Դավիթ Արուշանյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումներ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել բնակիչների խնդիրներն ու առաջարկները։ Նրա խոսքով պետության կողմից վերջին տարիներին մարզում իրականացված աջակցության ծրագրերը զգալի արդյունքներ են տվել։ Խնդրել էինք պարոն Պապոյանին, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը թվերը հանի, թե Շիրակի մարզում 2018 թվականից մինչև 2026 թվականը ինչ աջակցման ծրագրեր եղել, եւ պիտի նշեմ, որ գումարը որպես այդպիսի ահռելի էր, երբ մենք էլ չենք սպասում, որ այդ գումարի մասին կարող է խոսքը լինել։ Գումարը մոտ 4 միլիարդ 500 միլիոն դրամ էր աջակցման ծրագրերով Շիրակի մարզին հատկացված։ Կառավարությունը աշխատատեղեր ոչ թե բացում է, այլ գործարարներին ստեղծում է հարմարավետ պայմաններ զարգանալու ու նոր աշխատատեղեր բացելու։ Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, անդրադառնալով հատկապես պետական աջակցության գործիքներին։ Դրանք ուղղված են արտադրական կարողությունների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը։ Մեր նպատակն է, որ դուք զբաղվեք բիզնեսով, որպեսզի ձեր գործերը լավ լինեն, որպեսզի ավելի շատ գումար աշխատեք, որպեսզի ավելի շատ հարկ վճարեք, եթե հարկ վճարող եք, որպեսզի ավելի շատ շահույթ ունենաք, որովհետև մեր նախարարության խնդիրը ըստ էության ոչ թե սոցիալական խնդիրների լուծումն է, այլ տնտեսական խնդիրների լուծումը, իսկ տնտեսական խնդիրների լուծումը նաև իր մեջ ներառում է ավտոմատ նաև սոցիալական խնդիրի լուծում։ Նախարարի խոսքով ներկայումս իրականացվում է պետական աջակցության 22 ծրագիր, որոնցից 12-ը վերաբերվում են գյուղատնտեսության ոլորտին։ Առանց տոկոսի գյուղատնտեսական վարկերի ծրագիրը, որը դուք կարող եք օգտագործել առանց բացառության ցանկացած ուղղության մեջ, եթե այդ ուղղությունը գյուղատնտեսական է։ Սկսած խխունջաբուծությունից ու մեղվաբուծությունից մինչև խոշոր մանր եղջերավոր անասուններ, սկսած հացահատիկի արտադրությունից մինչև ջերմատնային տնտեսություններ, թռչնաբուծություն եւ այսպես շարունակ, այսինքն սպեկտրը այս առումով շատ լայն է։ Մասնակիցները բարձրաձայնել են իրենց խնդիրներն ու ներկայացրել առաջարկներ, որոնց վերաբերյալ պատասխանատուները տվել են պարզաբանումներ։ Քննարկման ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են հետագա ուսումնասիրության եւ հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Պաշտոնյաների հավաստմամբ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, ապահովելով պետական կառույցների եւ քաղաքացիների միջև ուղիղ երկխոսություն։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան այսօր։